Այդ թոշակառուները գիտեք ինչպես եւ նորածին երեխաները, այդպես է թոշակառուները։ Ամենա խոցելի խավն է, ամենախոցելի։ Թոշակառուները շատ ծանր դժվար վիճակի մեջ են։ Այս որ հիմա 10,000 թոշակ ավելացրեցին։ Դա ոնց որ ես ինչ ասեմ, ասում են հարց էր տալի, չէ՞, մեր վարչապետը ասում էր, բայց թոշակառուն ինչ գիտե 10,000-ը ինչ պետք է անի։ Որոշվեց, որ թոշակառունը պարզվում է գիտի ինչ պետք է անի։ Բայց ամեն ինչ որ այսօր դուք տենում եք, ինչից որ իրանք օգտում եւ վայելում են, դա թոշակառուի ստեղծածն է։ Այդ թոշակառուի, չէ՞, 70 տարվա մեջ չէ որ դա ստեղծվել է։ Երբ որ մենք ջահել էինք, մենք գիտենք, որ մենք այսօր աշխատում ենք սովետական միության ժամանակ, վաղն էլ կաշխատենք, մենք գիտենք, որ անցնենք թոշակի արժանապատիվ թոշակ կստանանք։ Իմ տատիկը սովետական միության ժամանակ ոչ մի վարքան չէր աշխատել, իրանք այդ թուրքական գաղթից բանից փախած եկած էին էլի։ Տատիկս թոշակ էր ստանում, եւ նա կարողանում էր իր թոշակով գնալ անգամ հանգստաներ գար։ Դե հիմա չաշխատող մարդը թող իր թոշակով գնա հանգստանա, տենեմ որտեղ կհանգստանա։